Այս ընտրություններում ժողովրդի ձայնի միջոցով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ ժողովուրդը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում պետք է նաև պատասխանի հարցին. արդյոք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II պետք է հեռանա, թե ոչ։ Պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանեն այս հարցին։ Իսկ ինչքանով է իրենց համար ընդունելի, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետությունում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն։ Եկեղեցին ըստ էության պաշտոնապես ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Հոգևոր քարոզները թողած զբաղված են քաղաքական քարոզներով եւ ընդ որում այդ թվում մարդիկ շատ հաճախ անցել են եւ անցնում են օրենքի գծերը սրանից բխող բոլոր հետևանքներով։ Գարեգին II-ի ու մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ ծավալած շուրջ 1 տարվա պայքարից հետո վարչապետ Փաշինյանը նաև ՔՊ նախընտրական ծրագրում է ամրագրել վեհափառին հեռացնելու իր պլանը, ընտրողներին ներկայացնելով ճանապարհային քարտեզի 4 քայլերը։ Մեջբերում եմ. Առաջին՝ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում, հանգստի կոչում։ Երկրորդ՝ սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Երրորդ՝ եկեղեցու կանոնադրության ընդունում, որը պետք է ներառի եկեղեցու ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկությանը վերաբերող սկզբունքները, եւ չորրորդ՝ սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Եվ կարծում եմ, որ այո, այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է նաեւ այս դատը լուծի, այս հարցը լուծի։ Այսօր վաղառաուտյան ներկայացնելով ՔՊ նախընտրական ծրագրի եկեղեցու բարենորոգմանը վերաբերող այս դրույթները, Փաշինյանը հղում անելով 25-րդ Սաղմոսին պնդեց. եկեղեցին հենց ժողովուրդն է, ժողովրդի ձայնն էլ Աստծո ձայնը, իսկ ընտրություններն էլ դատ են, հետևաբար ընտրողը նաև այս հարցը պետք է լուծի, արտահայտելով նաև Աստծո ձայնը։ Ես համոզված եմ, այսինքն, որ ժողովուրդը որպես Աստծո ձայնի կրող համաձայն 25-րդ Սաղմոսի այդ թվում ես հարցում իր դատը կանի 2026 թվականի հունիսի 7-ին։ Աստծո ձայնի, այն է ժողովրդի քվեի օգնությամբ Գարեգին II-ին հանգստի կոչելու մտադրություն ունեցող վարչապետը ընդունում է եկեղեցին ու պետությունը անջատ են իրարից, բայց միաժամանակ պարզաբանում դա չի նշանակում դուրս լինել պետությունից։ Եկեղեցին Փաշինյանի համոզմամբ պետք է գործի պետության մեջ եւ պետության սահմանած կանոններով։ Մասնավորապես գործադիրի ղեկավարը կարծում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիների օրինակով հոգևորականներն էլ պետք է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգում ընդգրկվեն։ Ինչու է արդեն 8 տարի Կտրիչ Ներսիսյանի համար այս օրակարգը ինչու է անընդունելի։ Մի պարզ պատճառով, որովհետև նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական եկեղեցու առաջ, որն է ժողովուրդը։ Իդեպ վեհափառի մասին խոսելիս Փաշինյանը նրան միայն աշխարհի կանոնով չէ, որ կոչում էր։ Կտրիչ Ներսիսյանից բացի Փաշինյանը տալիս էր եկեղեցու փաստացի պետ եւ եկեղեցու գործող գլուխ ձևակերպումները։ Եկեղեցու գործող գլխի գործունեության արդյունքում եկեղեցի ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Մայրաթորն արդեն խստորեն դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրի եկեղեցուն վերաբերող դրույթները, դրանք որակելով մերժելի։ Հայ առաքելական եկեղեցին նշել է, որ ՔՊ նախընտրական խոստումներով եւս մեկ անգամ դրսևորվում է, մեջբերում եմ, իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունն ու նպատակը։